լսում եմ քեզ։ Որտեղ եմ անեն հիմա։ Երևի իրենց տանը։ Իրենց տանը չի։ Հովոյի մոտակոմս։ Ես համաձայնվել էի քո խաղային պայմանով, որ դու պետք է ապահովեիր Մանեի անվտանգությունը։ Ես դու ինչ ես անում։ Ստոպ, Վիլեն։ Ես քեզ տենց բան չեմ ասել։ Ես ասել եմ, որ կսպանեմ Մանեին, եթե դու չանես այն ինչ որ ինձ պետք է։ Դրանք տարբեր բաներ են, չէ՞։ Դու լսում ես ես քեզ ինչ եմ ասում։ Ասում եմ Մանեն Հովոյի մոտ է։ Մանեին չի մնացի։ Եթե դա է քեզ անհանգստացնում։ Ինքը պատրաստ էր Մանեի համար մեռնել։ Ով դա չի անի։ Իսկ ես կանեմ։ Չկասկածես։ Նույնիսկ եթե Մանեն Հովոյի մոտ լինի։ Ու ես այդ ժամանակ քո վիզը կկտրեմ։ Ու անկախ նրանից թե դու աշխարհի որ մասում էլ պահկված ըլնես։ Դու հիմա ավելի լուրջ խնդիրներ ունես, քան ինձ սպառնալը։ Մի քանի օրից Ռուստամը լինելու է Հայաստանում։ Ռուստամը Ռուսաստանում է նստած։ Հովոյի ջանքերով։ Ռուստամը իր սրոկը անցկացնելու է Հայաստանում։ Դու հասկանում ես, չէ՞ դա ինչ է նշանակում։ Եթե ինքը գաղութներում ոչնչացնի քո բոլոր կողմնակիցներին, ուրեմն դրսում քո շանսերը կտրուկ կնվազեն։ Լավ, ես կզբաղվում եմ հարցում։ Բայց ինձ մարդիկ են պետք։ Չես վստահում դեր մարդկանց։ Վստահում եմ։ Բայց ով սաղին առել է, այսօր քո հետ եմ, վաղը քո դեմ։ Ինձ մարդիկ են պետք, որ ըստ թեմաներից հեռու ուլնեն։ Իմ տղեկից 10-ին կուղարկեմ Երևան, լավագույններին։ 10-ը քիչ է։ Իրենց սրանք սովորական բանդիտներ չեն, կռիվ տեսած, պատերազմական գործողություններին մասնակցած աֆիցերներ են։ Հայ, ռուս, վրացի։ Լավ, Բայց զենքի հարցը դու ես լուծելու։ այդ պրոբլեմ չի։ Առավոտը կգրեմ, որտեղ դիմավոր ես։ Անձամբ նրանք մենակ քեզ են ճանաչում։ Երավ։